ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերի հետևանքով Apple-ի արտադրանքների գները կարող են բարձրանալ։ Apple-ի արտադրանքները կարող են զգալիորեն թանկանալ այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփը առևտրային մաքսատուրքերը սահմանեց այն երկրների նկատմամբ, որտեղ գտնվում են ընկերության հիմնական արտադրության օբյեկտները, հայտնում է The New York Times-ը։ Այս ամենի հետևանքով Apple-ի բաժնետոմսերը չորեքշաբթի անկում ապրեցին։ Բաժնետոմսերն ընկել են 7%-ով, հասնելով շուրջ $208։ Ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, Վիետնամը, որի նկատմամբ Թրամփը 46% մաքսատուրք է սահմանել, Հնդկաստանը 26% և Չինաստանը 34% կազմում են iPhone սմարթֆոնների արտադրության 90%-ը։ Ընկերությունը կամ պետք է վճարի այդ սակագները, կամ կորցնի շահույթը, կամ այդ ծախսերը կփոխհատուցեն սպառողները։ Նշենք, որ iPhone-ների զգալի մասը արտադրվում է Չինաստանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մյուս տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Google-ը և Microsoft-ը, ավելի քիչ ազդեցություն կկրեն նոր առևտրային մաքսատուրքերից, քանի որ նրանք այնքան էլ կախված չեն միջազգային մատակարարներից։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել ավելի քան 180 երկրների նկատմամբ։ Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք կսահմանվի 10%։ Առանձին երկրների համար նա կիրառել է անհատական սակագներ։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար կսահմանի 25% մաքսատուրք։